2025 թվականին Հայաստանում սպառողական վարկերի պորտֆելն աճել է գրեթե 30%-ով, հիպոթեքայինը ավելի քան 13%-ով։ Այսինքն մարդիկ ավելի շատ են պարտք վերցնում, բայց տոկոսները չեն իջնում, իսկ բանկերի շահույթները շարունակում են աճել։ Հիմա համեմատենք։ Եվրոպայում հիպոթեքի տոկոսները սովորաբար 2-ից 5% են, Միացյալ Նահանգներում 5-ից 7%։ Այնտեղ սովորական միջին վիճակագրական ընտանիքը կարողանում է տուն գնել առանց կյանքի կեսը տոկոսի տակ անցկացնելու։ Հայաստանում մինչդեռ բանկերի վարկավորման միջին տոկոսադրույքը մոտ 13% է այն դեպքում, երբ կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.5% է։ Այսինքն փողը բանկերին հասնում է շատ ավելի էժան, բայց քաղաքացիներին հասնում է կրկնակի թանկ։ Երբ ընտանիքն իր եկամտի մեծ մասն ուղղում է տոկոս մարելու, նա այլևս չի կարող ներդրում անել երեխայի կրթության կամ սեփական գործի մեջ։ Աշխարհում շատ լուծումներ կան։ Պետությունը կարող է սուբսիդավորել հիպոթեքի տոկոսները երիտասարդ նոր կազմված ընտանիքների համար, սահմանել ողջամիտ տոկոսադրույքների շրջանակ 7-ից 10%-ի սահմանում եւ իրական մրցակցություն ստեղծել բանկերի միջև, որպեսզի ֆինանսական համակարգը սկսի աշխատել ոչ միայն բանկերի, այլև քաղաքացիների համար, որ վարկը դառնա զարգացման հնարավորություն, ոչ թե պարտքերի բեռ։ Ժամանակն է, որ բանկերը սկսեն աշխատել մարդկանց համար։ Հիշիր, քո ապագան բանկերի շահույթից կարևոր է։